պրոպորցիոնալ լինի։ Պարոն Ղազյան, դուք ասացիք, որ անջատումների քանակները ավելացել են, Ռոմանոս Պետրոսյանն ասում է, որ չեն ավելացել, մի բաներ նվազել են։ Որքան գիտենք, այդ տեղեկատվությունը պետք է լինի բաց քաղաքացիների համար, ինչու հիմա այդ տեղեկատվությունը հետո չի հրապարակվում։ Ես հավելեմ էլի հարցը, որտեղ իմ հարցը դրամաբանական շարունակություն է ասի։ Սպասարկման դուրակի մասին եմ ուզել համոզել, ժամանակավոր կառավարչի ես պաշտոնավարման տարիների ինչպիսի դինամիկա տարիներ չէ, ամիսներով։ Ես մի հատ կարճ բան ասեմ, հետո էլի կներես։ Ես այսօր ներողություն խնդրում բոլորին, մի 10 րոպե ուշացել եմ հենց այն պատճառով, որ լուսացույցերը Երևանի կենտրոնում ուղղակի սա տիպիկ օրինակ է, հենց այսօր գրասենյակից դուրս եմ եկել եւ լուսացույցերը ընդ որում առավոտվանից չունեն։ Առավոտը գրասենյակ գալուց լույս չկար եւ այստեղ գալուց էլի լույս շարունակում էր լուսացույցերում շփվել։ Կներես ես Ուրեմն անջատումների հետ կապված մենք ժամանակին հրապարակում էինք անջատումների քանակը, ժամկետները, հիմա կարող եմ ենթադրել ընդհանրապես չի հրապարակում, որտեղ սուտ են խոսում։ Այսինքն շատ ներողություն, եթե մարդ բան չունի թաքցնելու, որ նախնդիրը չհրապարակելու։ Ես առաջարկեցի հանձնաժողով ստեղծելու տեսքով այսպես այդ ամբողջ հարցը լուծել, բոլորի համար բաց լինի, հիմա եւս մի առաջարկ ուղիղ անջատումների վերաբերել։ Թող ամենօրյա ռեժիմով տան անջատումները, ամենօրյա ռեժիմով տեղողությունով։ Վերջնաշուտ սոցիալական ցանցերը կան, շատ նորմալ քննարկվում է եւ պատկերացնում եք, ասենք տան օրինակ մեր հասցեն այդ օրը չի անջատվել կամ անջատվել է ժամանակը քիչ տան։ Բնականաբար ես որ գիտեմ, որ անջատվել է եւ ժամանակն էլ են ֆիքսում, ինչպես բոլորս։ Ընդհանրապես վախենում են, որ այսպես ասած իրականությունը կպարզվի։ Դրա համար չեն անում։ Հիմա առաջարկ եմ ուղղի անում եւ պնդում անգամ, դուք էլ խնդրում եմ օգնեք մեզ այդ հարցում, որպեսզի մեր ազգաբնակությունն է պատկերացնի ամեն ինչ, չնայած լավ պատկերացնում է, թող տան օրեկան, օրինակ է անում, օրեկան անջատումները ըստ տեղողության հասցնելի։ Պարոն հարցը դրել եմ, հայտնի մաս դերոժանական կառավարիչը կողմնակի մասները